Շին կազմակերպությունն առաջարկում է շինարարության համար նախատեսված բոլոր պարագաները, ջերուցման համակարգեր, միծենյակային, դրսի, մետաղապլաստե եւ ալյումինե դռների լայն տեսականի, իրենց բռնակներով եւ փականներով, երկշերտ, եռաշերտ, գունավոր, անթափանց ապակիներ, ապակե փաթեթներ, ալյումինե մետաղական հեռակառավարվող դարպասներ, ծածկեր, նավեսներ, շերտավարագույրներ, եվրոպատուհաններ, եվրոդռներ տարբեր գույների եւ ֆիրմաների, սկսած 18000 դրամից։ Մետաղական եւ ալյումինե նորաոճ բազրիկներ, ցինկապատ եւ գունավոր թիթեղներ, ջրահեռացման կանալներ եւ խողովակներ, ջրի եւ կոյուղու պոմպեր, շինարարական բազմաթիվ գործիքներ, լամինատե հատակ, շրիշակներ եւ սալիկներ, որոնք առկա են եւ հարկ չկա պատվիրելու, լվացարաններ, խոհանոցի եւ լոգասենյակի, ապակյա լոգախցիկներ, ներկեր, պատերի, երկաթի եւ փայտի, ձգվող եւ ինքնակպչուն պաստառներ, լամինատե կահույքի պատվերների ընդունում,
Եվրոպատուհանների եւ եվրոդռների 100,000 եւ ավելի պատվերի դեպքում կստանաք բարդփական կամ հակամիջատային ցանց։ Տեղափոխումը, հների հանումը, նորերի տեղադրումը անվճար է։ Գործում է կանխիկ, քարտային եւ ապառիկ գնման տարբերակներ։ Դավ Շին, վերանորոգիր քո բնակարանը մեր օգնությամբ, մատչելի գներով։ Բալայան Պրոմ մասնագիտացված արտադրամասն առաջարկում է դռների, պատուհանների եւ շերտավարագույրների լայն տեսականի, շերտավոր դարպասներ, ապակե եւ ալյումինե կոնստրուկցիաներ, դիմապակի, արտաքին գովազդ, ֆասադային համակարգեր, ալյուկոպոնդե երեսպատում, ինչպես նաեւ նորույթ լոռու մարզում, երկաթե եւ ալյումինե կոնստրուկցիաների փոշեներկում։ Հասցե քաղաք Վանաձոր Կարեն Դեմիրճյան 1 կոտորակ 39 եւ Թումանյան 6։ Բալայան Պրոմ մեզ կարող եք գտնել նաեւ Instagram-ում եւ Facebook-ում։ Հեռախոսահամար 033 203 200։ Մարիա Բյութի սալոն, մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Մարիա Բյութի սալոնում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն քաղաք Վանաձոր բազում Թաղամաս Համբարձումյան 17 կոտորակներ կու, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Մարիա Բյութի սալոն, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Ասում ենք բարի երեկո բոլորին, ովքեր դիտում են Ֆորտունա հեռուստաընկերություն, սա բացենյակն է, որը յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի բացում է իր դռները եթերային ձևաչափով եւ ձեզ այս տաղավարից ասում ենք բարև ձեզ։ Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, բացենյակն է եթերում, մեր Վանաձոր քաղաքում շատ հրաշալի եղանակ է, այնպես որ Հայաստանի բոլոր մարզերից եւ մայրաքաղաքից բոլորը եկեք Լոռու մարզ։ Այո։ Բոլորը թողքան։ Քանի որ եկել են նրանց մի մասին, ստում է, մենք ուզում ենք ողջունել բոլոր նրանց, ովքեր հյուր են մեր քաղաքում, բոլոր զբոսաշրջիկներին, այո։ Բոլոր նրանց, ովքեր հայրենիքից հեռու են ապրում, բայց եկել են ամառը հայրենիքում վայելելու։ Ձեզ էլ ողջույններ ենք ուղարկում եւ բոլորիդ ասում բարի երեկո ու թող խաղաղ լինի այս երեկոն։ Այո, եւ լսենք երաժշտություն, գեղեցիկ երգ ենք լսում, որը նվիրվում է մեր արտասահմանում բնակվող հայերին, հա։ Չէ, արտասահմանից Հայաստան եկած հայերին։ Դրությանը ասում են գնա, թող ինձ հետ միայն մնա, երջանիկ իմ սերը բարի ամենա։ Արի սիրենք քեզ կյանքը, որ կյանքն էլ սիրի մեզ, ապրենք ամեն վարկյանը, վերջին վարկյանի պես։ Արի սիրենք քեզ կյանքը, որ կյանքն էլ սիրի մեզ, ապրենք ամեն վարկյանը, վերջին վարկյանի պես։ Սրտի մեջ հուշեր, սերը վերում է մոտ, կյանքը իմ արևոտ, տխրությանը ասում են գնա, թող ինձ հետ միայն մնա, երջանիկ իմ սերը բարի ամենա։ Արի սիրենք ես կյանքը, որ կյանքն էլ սիրի մեզ, ապրենք ամեն վարկյանը, վերջին վարկյանի պես։ Արի սիրենք ես կյանքը, որ կյանքն էլ սիրի մեզ, ապրենք ամեն վարկյանը, վերջին վարկյանի պես։
շատ ուրախ տրամադրությամբ Ուզված ես գասայի երջանիկ դեմքերով մենք վերադարձանք տաղավար եւ պետք է այժմ ներկայացնենք մեր հաղորդման գործընկերներին։ Հաղորդման գործընկերն է Բալայան Պրոմը, որը միակն է Լոռու մարզում, որ առաջարկում է 1000 եւ ավելի գունային գամաների երկաթե եւ ալյումինե կոնստրուկցիաների փոշեներկում, որը 200 աստիճանի տակ հալվում է եւ չորանում։ Դիմացկուն է տարբեր եղանակային պայմաններին եւ երկարակյաց է 20 անգամ ավել ձեր իմացած սովորական ներկից եւ ամենակարևորը մատչելի է։ Հեռախոսահամարները 094 203 201, 033 203 200, հասցեն Կարեն Դեմիրճյան 1 կոտորակ 39։ Հաղորդման գործընկերն է Դավշին շինարարական կազմակերպությունը, որը գտնվում է քաղաք Վանաձոր դիմաց թաղամաս Սաղան 48 կոտորակ 1 հասցեում։ Դավշինն առաջարկում է 1 հասցեի ձեռք բերել շինարարության հետ կապված ցանկացած բան եւ իհարկե կատարել ձեր շինարարությունը ձեր տան մաչելի գներով եւ ոչ միայն տան, հարգելի հեռուստատողներ, մաչելի գներով եւ Դաշինի օգնությամբ, այո, նաեւ։ Հեռախոսահամար 0322 466 091 0466 009 8 17 26 62 Դավշին վերանորոգիր քո բնակարանը մեծ այդ մաչելի գներով։ Այո։ Հաղորդումը սպասարկում են Ունե Վարդանանցի մահարդարման ուսուցման եւ բուժական կենտրոնը, Տիգրան 639 կոտորակ 1 եւ Մարիա Բյութի սալոնը, Համբարձումյան 17 կոտորակ 2։ Ասում ենք շնորհակալություններ բոլոր գործընկերներին եւ բոլորիդ մաղթում ենք խաղաղ ու արդյունավետ ընթացք, հարգելի հեռուստադիտողներ, եւ այս պահին արդեն ժամանակն է, որ լսենք մեր գործընկերների հոլովակները, դիտենք, հետո երաժշտություն լսենք ու գնանք դեպի հյուրասրահ։ Բայց մինչ հյուրասրահ գնալը ես ուզում եմ Ռաֆից հետաքրքրվել նա տիրապետում է առաջին օգնությանը։ Մի փոքր մի որոշ ես կասեի։ Մի որոշ։ Մենք կհամալրենք այսօր եւս որոշակի։ Միայն գիտեմ, որ մարդու քթի ծարուն է, գայս, պետք է sense պահել։ Էլ ինչ գիտես։ Ոչ մի բան։ Բայց կիմանանք։ Եվ ամենակարևորը պետք չէ, չէ՞ գլուխը հետ տանել։ Չէ, գլուխը պետք չէ հետ տանել։ Թե ես գիտեի պետք է հետ տանել։ Դե դրա համար միշտ խեղդում եմ համարյա նոր հետ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, սա միայն եթերային ձևաչափում Ռաֆի մեկնաբանություններն են, իսկ թե կադրից դուրս ինչպիսին են նրա մեկնաբանությունները, ավելի լավ է, որ ինստումենտ դեմքից երևում է։ Տեսնել կամ 1000 անգամ լսել։ Լսել, այո։ Հիմա գնում ենք երաժշտություն եւ հոլովակները դիտելու, որից հետո կվերադառնանք մեր հյուրասրահում կամավորական հրաշալի նախաձեռնության մասին ենք խոսելու, իսկ թե ովքեր են մեր տաղավարում լինելու, քիչ անց կիմանաք։ Մնացեք մեզ հետ, կհանդիպենք քիչ անց։ Դավշին կազմակերպությունն առաջարկում է շինարարության համար նախատեսված բոլոր պարագաները, ջերուցման համակարգեր, միծենյակային, դրսի, մետաղապլաստե եւ ալյումինե դռների լայն տեսականի, իրենց բռնակներով եւ փականներով, երկշերտ, եռաշերտ, գունավոր, անթափանց ապակիներ, ապակե փաթեթներ, ալյումինե մետաղական հեռակառավարվող դարպասներ, ծածկեր, նավեսներ, շերտավարագույրներ, եվրոպատուհաններ, եվրոդռներ տարբեր գույների եւ ֆիրմաների, սկսած 18000 դրամից։ Մետաղական եւ ալյումինե նորաոճ բազրիկներ, ցինկապատ եւ գունավոր թիթեղներ, ջրահեռացման կանալներ եւ խողովակներ, ջրի եւ կոյուղու պոմպեր, շինարարական բազմաթիվ գործիքներ, լամինատե հատակ, շրիշակներ եւ սալիկներ, որոնք առկա են եւ հարկ չկա պատվիրելու, լվացարաններ, խոհանոցի եւ լոգասենյակի, ապակյա լոգախցիկներ, ներկեր, պատերի, երկաթի եւ փայտի, ձգվող եւ ինքնակպչուն պաստառներ, լամինատե կահույքի պատվերների ընդունում։ Եվրոպատուհանների եւ եվրոդռների 100,000 եւ ավելի պատվերի դեպքում կստանաք բարդ փական կամ հակամիջհատային ցանց։ Տեղափոխումը, հների հանումը, նորերի տեղադրումը անվճար է։ Գործում է կանխիկ, քարտային եւ ապառիկ գնման տարբերակներ։ Դավշին, վերանորոգիր քո բնակարանը մեր օգնությամբ, մատչելի գներով։ Բալայան Պրոմ մասնագիտացված արտադրամասն առաջարկում է դռների, պատուհանների եւ շերտավարագույրների լայն տեսականի, շերտավոր դարպասներ, ապակե եւ ալյումինե կոնստրուկցիաներ, դիմապակի, արտաքին գովազդ, ֆասադային համակարգեր, ալյուկոպոնդե երեսպատում, ինչպես նաեւ նորույթ Լոռու մարզում, երկաթե եւ ալյումինե կոնստրուկցիաների փոշեներկում։ Հասցե քաղաք Վանաձոր Կարեն Դեմիրճյան 1 կոտորակ 39 եւ Թումանյան 6։ Բալայան Պրոմ մեզ կարող եք գտնել նաեւ Instagram-ում եւ Facebook-ում։ Հեռախոսահամար 033 203 200։ Մարիա Բյութի սալոն
մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Մարիա Բյութի սալոնում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն Խաղաղվանաձոր բազում թաղամաս Համբարձումյան 17 կոտորակներ ու թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Մարիա Բյութի սալոն, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Ես միշտ կունեմ ինձ համարել, քանի սեր եմ ճանապարհել, քանի սեր է արհամարել, սիրտս քեզ համար, մեր սիրո մեջ կա ձեռագիր, հավատալու ճակատագիր, ես սիրտը քո գիտեմ անգիր, սիրելու համար, ինչ ես անում սրտիս հետ ամեն անգամ, որ սիրահարվեմ քեզ օրը հազար անգամ, ոնց ես անում ինձ ասա ամեն անգամ, որ անում ես դու սիրտը իմ սերակամ, ինչ ես անում սրտիս հետ ամեն անգամ, որ սիրահարվեմ քեզ օրը հազար անգամ, ոնց ես անում ինձ ասա ամեն անգամ, որ անում ես դու սիրտը իմ սերակամ, ամեն անգամ քեզ տեսնելիս ինձ քեզանից սեր է գալիս, ինձ քո սերը դուր է գալիս, այս աշխարհի շապ, ամեն անգամ շունչ ես գալիս, սիրտս տեղից դուրս է գալիս, ես սիրում եմ քեզ սիրելիս, այս աշխարհի չափ, ինչ ես անում սրտիս հետ ամեն անգամ, որ սիրահարվեմ քեզ օրը հազար անգամ, ոնց ես անում ինձ ասա ամեն անգամ, որ անում ես դու սիրտը իմ սերակամ, ինչ ես անում սրտիս հետ ամեն անգամ, որ սիրահարվեմ քեզ օրը հազար անգամ, ոնց ես անում ինձ ասա ամեն անգամ, որ անում ես դու սիրտը իմ սերակամ։ Ասում ենք բարի երեկո, ջերմ ողջույններ ուղարկում բոլոր նրանց, ովքեր մեզ դիտում են Լոռու մարզի սրտում, Վանաձորում, ովքեր մեզ դիտում են Լոռու մարզում, ովքեր դիտում են Հանրապետության ցանկացած կետում ու աշխարհի ցանկացած կետում, որտեղ հնարավոր է իհարկե ֆորտունան։ Մենք ողջունում ենք on-line ու off-line հարթակներում մեզ դիտող մեր բոլոր հեռուստադիտողներին, ասում, որ մենք ձեզ կարոտել ենք եւ կարոտել ենք նաեւ մեր հյուրերը, ձեզ եւ մենք մեր հյուրերին։ Ձեզ բոլորին, մեզ էլ բնականաբար եւ նրանք եկել են ոչ թե Լոռու մարզից, այլ եկել են Երևանից, չէ, որքան որ չեմ սխալվում։ Եվ մենք կհասկանանք նրանք ինչքանով կապ ունեն Լոռու մարզի հետ եւ ինչքանով հավանեցին մեր մարզը։ Կարոտի պարագայում, օրինակ դու կարոտել ես, չէ՞, մի շաբաթ եթերում չես եղել։ Կարոտի պարագայում առաջին օգնությունը ո՞րն է։
գնալ եւ տեսնել այդ մարդուն կարող։ Ոչ, գնալ եւ ներկայացնել մեր հյուրերին։ Ներկայացնել մեր հյուրերին։ Եվ այսպես 3 կյանք հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Արմեն Եգանյանն է մեր տաղավարում եւ 3 կյանք հասարակական կազմակերպության քարտուղար Սեյրան Սարյանը։ Մենք ասում ենք բարի գալուստ, բաց սենյակ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ ենք դուք։ Մենք էլ շատ լավ։ Ես ճիշտ էի, չի ասում, որ պետք է գոյություն ունենա կարոտի համար առաջին բուժօգնության դասընթաց։ Առասարակ ոնց եք անցկացնում հարգելի հյուրաշաբաթ կիրակին, քանի որ այսօր էլ հանգստյան օր է, հասնում եք հանգստանալ։ Հանգստանալ, այո, հասնում ենք, մեր հանգիստը անցկացնում ենք ծրագրի շրջանակներում, քանի որ լինում ենք ընդհանրապես դասընթացների ենք լինում, տարբեր համայնքներ, տարբեր գյուղեր այցելելով եւ այսպես ասած մեր հանգիստը համակցում ենք այս դասընթացների հետ։ Ինչու՞ չէ, այո, հաճելին օգտակարով այսպես լրացնում ենք եւ ինչու՞ չէ, այո։ Դա մեզ բերում է բավականություն եւ ինչպես նաեւ հանգիստ։ Հիմա մեր հեռուստադիտողների մոտ հարց է ծագում, թե ինչ է նշանակում 3 կյանք։ Նախ սկսենք, հա, ինչպես ընտրվեց 3 կյանք անվանումը կազմակերպության համար։ 3 կյանք անունը մտածվել էր այսպես, քանի որ առաջի օգնության դասընթաց էր եւ այս դասընթացի շրջանակներում հիմնականում անդրադառնում էինք 3 կարևորագույն կյանքին վտանգ սպառնացող իրավիճակների կանխարգելմանը, այդ իրավիճակներում օգնության ցուցաբերմանը, դրանք էին արյունահոսության դադարեցումը, շնչառության կանգի դեպքում ապահովումը, շնչուղիների բացումը եւ արդեն շոկի կանխարգելումը։ Այս 3 կոմպոնենտը հավաքեցինք եւ անվանեցինք 3 կյանք, քանի որ տվյալ օգնությունները ցուցաբերելով մեր տուժողին ցուցաբերում ենք 3 կյանքի հնարավորություն։ Շատ հետաքրքիր է։ Դուք մասնագիտությամբ բժիշկ եք։ Նու սովորում եմ բժշկական համալսարանում։ Ինչ խնդիր հանդիսացավ, ուսումնասիրություններ են արվել, որտեղ այս իրազեկման շրջանակներում հարգելի հեռուստադիտողներ առաջին օգնության հմտությունները եւ գործողություններն եք հացանոթացնում, հատկապես գյուղական համայնքներում։ Ուսումնասիրություն մինչեւ դա արվել էր եւ ինչու ընտրվեց հենց գյուղական համայնքները։ Ուսումնասիրություններ իհարկե արվել էր, բայց ծրագրի հենց ի սկզբանե սկզբնական կետը, այսպես ասած, դրվեց դեռ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ առաջի բուժօգնության տիրապետում ուղղակի անհրաժեշտություն էր, ու դա շարունակում է եւ այսօր։ Որոշեցինք, որ ավելի լավ է հասարակության լայն շրջանակներ տիրապետի ցուցաբերմանը առաջի բուժօգնության, որովհետեւ այն, ինչպես գիտենք, ոչ մասնագիտական օգնություն է եւ յուրաքանչյուր անձ կարող է տիրապետել դրան, պարտադիր չէ, որ անպայման բժշկական կրթություն ունենան։ Այդ իսկ պատճառով, ինչպես նաև տարբեր համայնքներում, տարբեր գյուղերում, այնպես չէ, որ մշտական առաջի բուժօգնություն ցուցաբերում է շտապօգնություն եւ այդ շտապօգնությունը ժամանակին է տեղ հասնում, դրա համար լավ կլիներ, որ յուրաքանչյուր անձ տիրապետեր։ Ու այդպես ծնվեց ծրագիրը։ Եկանք հասանք լորի։ Մինչև լորի հասնել, քանի մարզերում եք իրականացրել ծրագիրը։ Տավուշի մարզում ենք դեռևս ծրագիր իրականացրել, վերջացրել ենք Տավուշի մարզում, հիմա արդեն եկել ենք Լոռի, հունիսի 20-ից մինչև հուլիսի 20-ը դասընթացներ ենք ունենալու Լոռու մարզի Ալավերդի համայնքում, դեռ արդեն հունիսի 25-ին դասընթաց ենք ունեցել Այգեհատ Մղած Ծաթեր բնակավայրերում։ Բավականին նաև հեռու համայնքներն են ընտրվել, այսինքն որ քաղաքի հետ կապը, ինչը իհարկե բնականաբար գովելի է։ Ուզում եմ հասկանալ ինչ տվեց եւ ինչ արձագանք ստացավ այն կոնկրետ Տավուշից կանք, հա, Տավուշի օրինակով սկսենք։ Տավուշում ոնց էր արձագանքը եւ Տավուշի որ համայնքներն էին ընտրվել։ Հաշվի առնելով կներեք նաև սահմանամերձ լինել են։ Առաջին հենց քայլերը փորձել ենք իրականացնել սահմանամերձ համայնքներում, այդ խնդրի կարեւորությունը եւ հաշվի առնելով սկզբում ծրագիր իրականացրեցինք դպրոցական դասարանների հետ, կոնկրետ ավագ դպրոցի դասարանների հետ, չնայած նրան, որ տարիքային սահմանափակում չունենք, եւ դպրոցականների հետ հետաքրքիր էր, ինչը կասեմ նաեւ ընդհանուր առմամբ հասարակության երիտասարդության հետ, այսինքն ոչ միայն դպրոցականների հետ, նաեւ տարիքային առումով ունեցել ենք Լոռիում բարձր տարիքի 40 պլյուս անգամ, հա, ունեցել ենք եւ գովելի է իրականում, որ մարդիկ անգամ այդ տարիքում ուզում են ձեռք բերել գիտելիքներ, տիրապետել ու սա մի կարևոր մեսիջ է, որ
յուրաքանչյուր մարդ փորձում է կողքինի համար լինել օգտակար եւ իր գործողություններով օգուտ բերի ինչու՞ չէ նաեւ մեր պետությանը։ Շատ հրաշալի առաքելություն եք իրականացնում եւ նաեւ արդեն ծրագրի երկրորդ հատվածում իրականացնում եք նաեւ ծրագիր հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ, հա, խնդրում եմ այդ ամեն ինչի մասին խոսենք, ինչ է իրականացում խոցելի խմբի համար։ Խոցելի խմբի համար իրականացվելու է նախագիծ հաշմանդամություն ունեցող երեխաների ինքնախնամքի խթանման ծրագիրը, այն նախնական փուլում է, քանի որ կա ծրագրային, այսպես ասած, համակարգման խնդիր ունեինք նյութերի ձեռքբերման, սակայն մոտ ապագայում շատ շուտով կիրականացնենք արդեն ծրագիրը, համարյա վերջացրել ենք։ Այն իրից ներառում է, քանի որ հաշմանդամություն ունեցող երեխաների ընդգրկումը հասարակության մեջ մի քիչ ավելի բարդ է, որոշեցինք, որ նաև այդ խնդրին անդրադառնանք եւ ծրագրի շրջանակներում մուլյաժների ինչու՞ չէ նաև տարբեր խաղերի միջոցով սովորեցնելու ենք ինչպես անհատական հիգիենա պահպանել, ինչպես ընդգրկվել հասարակության մեջ, դրանով իսկ նպաստում ենք հաշմանդամություն ունեցող երեխայի ինքնագնահատականի բարձրացմանը եւ ավելի հեշտ մերմանը հասարակությանը։ Ես ուզում եմ վերադառնանք նաև Լոռու այցին, հա, եւ խոսենք տպավորություններից։ Այ լավ, հանդիպումը եղավ մի քանի օր շարունակ կամավորական աշխատանք։ Ինչ տվեց դա առաջին հերթին ձեր թիմին, ձեր ծրագրի շրջանակներում, ու ինչ ազդակներ կային մարդկանցից, երեխաներից, երիտասարդներից, որ կուզեք մեզ հետ կիսվել դրանց տպավորությունների շուրջ։ Քանի որ կազմակերպությունը նոր է ձևավորվում, մի շատ կարևոր փաստ եմ ուզում արձանագրեմ, որ ճկուն է մեր կազմակերպությունը, յուրաքանչյուր հանդիպում մեզ կարծես կավի նոր ձևավորող կավի պես թրծում է, այսինքն յուրաքանչյուր հանդիպումից հետո մենք վերցնում ենք մեր քաղվելիքը ու տալիս ենք ինչ-որ բան։ Ու դա նպաստում է, որ հաջորդ հանդիպման մենք ավելի լավ դրսևորվենք, ավելի էֆեկտիվությամբ աշխատենք ու հուսամ ստացվում է այդ մեր մեջ։ Չնայած որ ամենօրյա քայլեր է ձեռնարկվում այդ ամեն ինչը բարելավելու համար։ Ինչ վերաբերվում է կարծիքներին, կարծիքները շատ են, հիմնականում գովելի է արդյունքը, ինչպես ասում են, ու ոչ միայն մենք տեսականորեն ուղղակի կարդում ենք նյութը կամ բացատրում ենք նյութը, գործնական նաև հմտությունները ցուցաբերման համար մարդիկ սկսում են փորձել օրինակ արյունարության դադարեցման պարագաները ինչպես օգտագործել, ինչպես է ճիշտ դնել կամ ինչպես պետք է շնչուղիները բացեն, այդ ամբողջական նյութերը մենք ունենք եւ նաեւ գործնական հմտությունների միջոցով բայլավում ենք, որովհետեւ ուրիշ բան է իմանալ տեսական գիտելիքներ, մեկ այլ բան է արտակարգ իրավիճակում, ստրեսային վիճակում ցուցաբերել այդ օգնությունը։ Այս համատեքստում ավելացնելու բան ունեիր, Սերենցի։ Դպրոցական տարիներին մենք անցնում էինք, չէ, առաջին բուժօգնության դասեր, ուզում հասկանալ միտքը ինչպես եղավ, այսինքն ինչ-որ խնդիր նկատեցիք, որ ծրագիրը սկսեցիք իրականացնել, այսինքն ինչ-որ բան թերի է, դուք փորձեցիք ավելին տեղեկացնել երեխաներին, ուսանողներին, հա։ Պատերազմի հետ կապված որոշակի անդրադարձ ասացեք։ Պատերազմի հետ կապված ունենք խնդիրը, ունենք ամենակարևոր արյունարության դադարեցման հետ կապված խնդիրներ, դա մեկ պատճառ, երկրորդը, քանի որ առնչվում է բժշկական բնագավառի հետ, ունենում ենք շատ դեպքեր ֆանտազիայից դուրս սխալ օգնության ցուցաբերման արդյունքում տուժածի վիճակ ավելի վատ տարածված եւ երևի թե մեկ նպատակն էլ դա էր, մի հատ պարզ օրինակ բերեմ, ամոնիակի լուծույթը, որը նույն նաշածիրն է, ժողովրդական լեզվով ասած, ուշագնացության դեպքում մոտեցնում են քթանցքերին, որպեսզի արթնացնեն ուշագնաց տուժողին եւ մոտեցնելու փոխարեն խմացել էին ուղակի անուշադրի սպիրտը։ Այդ իսկ պատճառով կատաստրոֆիկ իրավիճակների ենք հանդիպում եւ այսպես ասած կյանքի ու մահվան հարցով պարտադիր էր այս ծրագրի իրականացումը, այսպես ասած։ Այո, տեսեք, գյուղական համայնքներում նման ավանդույթները, որոնք, չգիտեմ, բուսական կարող են ասել, պապենական, տատենական, գենետիկ, տնական, այո, օրինակ, եւ որ վայր է ընկնում երեխան, հենց իմ օրինակով բերեմ, որ ոչ մեկին չնեղացնում։ Տատիկը ժամանակին դա շաքարով էր այդ հարցը լուծում։ Հիմա գյուղերում վստահ եմ նման խնդիրների բախվել եք, իհարկե մենք ծիծաղով հումորով ենք ասում, բայց սա կարծում եմ նաև տարիներով եկած սովորույթ է, որ երբեմն այնքան է արմատացած, որ չես կարողանում ուղղակի առանձնացնել։ Բնականաբար հասկանալով դրա վտանգները եւ այլն։ Նման խնդիրների բախվեցիք ու արձագանք այս համատեքստում ոնց էր։ Գիտեք ինչպես է,
կարծես բոլորը գիտեն առաջի օգնություն ցուցաբերել իրականում, բայց միաժամանակ եւ չգիտեն առաջի օգնություն ցուցաբերել։ Բոլորը ուշադիր լսում են, որ պետք չէ այրվածքի վրա լցնել մածուն, քսել մեղր, լցնել ձետ կամ ատամի մածուկ օգտագործել այրվածքների դեպքում, ավարտում ենք այդ ամեն ինչը հանդիպում, դե մեր հանդիպումները սենց է կայանում, մի հատ այտենց պաշտոնական կարծես այդ ամեն ինչը ավարտվում է ու մարդիկ հավաքվում են, սկսում են հարցեր տալ, քննարկել այդ ամեն ինչը։ Մի հատ ոնց որ այլ հանդիպում էլ է դա ստացվում ու այդ քննարկելու ժամանակ իրանք սկսում են կիսվել իրանց մեթոդներով, արդեն գալիս է մեկը մեղրով, մեկը ձեթի միջոցով, այդ ամեն ինչը թե ոնց են կազմակերպել։ Ինձ թվում է ամենատարածված դեպքը, որ լինում է ուշագնացություն կամ մարդու ինքնազգացողության վատացում, այդ ժամանակ բոլորը հավաքվում են այդ մարդու վրա, չեն թողում։ Ինչ անել այդ դեպքում, նաև մեզ էլ սովորեցնենք, հա, մի քիչ էլ մեր հերոստատի տողեն էս բային։ Ինչ անել, երբ մարդու ինքնազգացողությունը վատանում է, առաջին բուժօգնություն։ Հիմա դու օրինակ ես ծառայել։ Մեզ օրինակ է, չէ՞, պետք է ժողովուրդ։ Ընդհանրապես ճիշտ նշեցիք, երբ որ ուշագնաց մարդ ենք տեսնում կամ դժող ենք տեսնում, բոլորը հավաքվում են գլխին, այդ պիսով արգելափակում են մաքրոթու թթվածնի մուտքը ու քանի որ նաև դժվարացած է լինում շնչառությունը, մի անգամ է փակում են ամբողջական օդի մուտքը ու վիճակ կարծես ավելի են վատ տարածնում։ Դրա համար պետք է ուղղակի մաքուր օդի հոսք ապահովել, այսինքն եթե տան պայմաններում է բացել լուսամուտները, որպեսզի ավելի առատ օդի հոսք կա, պետք չի շատ է հանդիպում, որ ջուրը վերցնում ու ամբողջապես լցնում են դեմքին, չէ, եթե հուսադրելու համար գոնե ջրի կաթիլներ ձեռքի միջոցով ուղղակի ցայեն դեմքին։ Եթե ունենք արդեն անուշադրի սպիրտ, ամոնիակի լուծույթ, այդ ձևով կարելի է արթնացնել, ոչ խմացնելով։ Ես վստահ եմ, որ այնպես պետք է առանձնացնեիք։ Շատ լավ։ Ռաֆ, իմացար, եթե տարածքում օրինակ ինչ-որ մեկը ուշաթափի, այսպես կասես տատս հեռու ինձանից, տարածքում, ուրեմն անուշադրից հեռու ես մնում։ Առաջիկայում ինչ ծրագրեր, ինչ ակնկալիքներ, ինչ նախագծեր ունեք, որ եթե Լոռու մարզն էլ ավարտենք դասընթացները դեպի ուր եք գնալու հետագա։ Լոռու մարզը եթե ավարտենք, 3 ամսյա էր ծրագիրը, որոշել ենք այցելել Սյունիքի մարզ, էլի սահմանամերձ մարզեր։ Ասենք ամեն ինչ լավ կստացվի, եթե Լոռու մարզը նորմալ անցնի։ Վերջացնենք անպայման Սյունիք։ Երբ եք ավարտում անելիքները Լոռիում։ Հուլիսի 20-ին։ Իսկ դասընթացներից հետո նկատելի է արդյունքը արդեն աշակերտների մոտ։ Աշակերտների մոտ տեսնում ենք, քանի որ դպրոցների հետ կապ շուշուտ ենք այցելում դպրոցներ, պահպանում ենք կապը, դպրոցներից դուրս արդեն ճիշտ ասած չենք տեղեկացել, չենք ուսումնասիրել դասերից հետո ինչպես, բայց քանի որ դասերից հետո գործնական խաղեր են կազմակերպում եւ այդ խաղերի շրջանակներում ցուցաբերված ստացած գիտելիքների հաշվին ցուցաբերում են օգնությունը, ունենք հույս, որ կստացվի ամեն դեպքում։ Այ հետաքրքիր է, ասացիք, որ 70-անց ներկայացուցիչ եք հա ունեցել, ամենափոքրն ու ամենամեծը։ Ամենափոքրը 15 տարեկան է եղել, ամենամեծը 70։ Բայց երեկվանը։ Հա, երեկվան։ Երեկվա ամենափոքրը 15։ Հա, երեկվա ամենափոքրը։ Չէ, փոքր երեխաները որ կային։ Հա, երկրորդ դասարանի։ Երկրորդ դասարան էին։ 7 տարեկան։ Երկրորդ դասարանի երեխաներ էին, 2 հոգի։ Հայտնի դա բան տարածվեց, չէ՞, տեսանյութ տարածվեց վերջերս, երբ որ 2 տարեկան երեխայի մայրը գիտակցության հղի մայրը հա գիտակցության վատ տարածում էր ունեցել, նա զանգել էր միանգամից շտապօգնություն, այնպես որ 7 տարեկան էլ այո։ Շատ լավ, եթե ունենք ասելիք, եթե ունենք խոսք ուղղված հեռուստադիտողներին, մարդկանց, ովքեր որ չեն տիրապետում եւ առասարակ մեզ բոլորիս, հա, խնդրեմ կարող եք աղջիկներին մոտ ձեր կոչ ասել։ Եկեք վերափոխենք ցանկությունը անհրաժեշտության եւ մի կողմ դնենք հոբիները, սա անհրաժեշտություն է, առաջի բուժօգնության գիտելիքներին տիրապետել անհրաժեշտություն է եւ Հայաստանում ապրող յուրաքանչյուր ոգու համար, յուրաքանչյուր մարդու համար պարտադիր պայման, այսպես ասած։ Ձեր Facebook-յան էջում արդյոք տարածվում են տեսանյութերը ձեր դասընթացների եւ մարդիկ կարող են մտնել, տեսնել, երեկյան Facebook-յան էջում կարող եք հետեւել, եթե ուզում եք սովորել ինչ-որ առաջին բուժօգնության հետ կապված։ Շնորհակալություն, ձեզ մաղթում ենք արդյունավետ գործունեություն ընդլայնելու եւ տեղեկատվական այթեզոր անելիքի արժեվ
ձեր բոլոր նախագծերը թող կատարվեն հաջողությամբ եւ իհարկե միայն հաջողություններ ենք ձեզ մաղթում, սպասում ենք մեր տաղավարում եւ լորիում հաջող եղեք։ Այո, այստեղ շատ հաճելի է։ Այո, հով է, նաեւ հով է։ Շնորհակալություն իսկ մեր տաղավարում սերի հեռուստադիտողներ 3 կյանք հասարակական կազմակերպության հիմնադիր Արման Եգանյանն է, Արմեն Եգանյանը եւ իհարկե 3 կյանք հասարակական կազմակերպության քարտուղար Սեյրան Սարյանը։ Եվ շատ հաճախ իհարկե ոչ միայն 3, այլ նաև 2 եւ միակ կյանքի համար պատասխանատվության բոլոր գործողությունները կախված են ընդհանրապես ակնթարթի ու մեկ քայլից։ Եկենք լինենք իրազեկված, այս կերպ նաև կլինենք նաև պաշտպան։ Այո, եւ լինենք զգոն յուրաքանչյուր իրավիճակ։ Ու հետևեք 3 կյանքի Facebook-յան էջին բարեկամներ եւ ոչ միայն իսկ մենք պատրաստ ենք լավ ու բարի գործերի մասին խոսել հենց այս տաղավարից, ալիքը չփոխեք ու չգնաք, ես կարոտից կմեռնեմ։ Իսկ ես կուշաթափվեմ հիմա։ Իսկ ես օգնության կգան հյուրերը մեր։ Դու որ կայիր ես քան սիրուն է ոնց է քեզ չեմ ճանաչել իմ կյանքի մեջ քանի գարուն եկել էր ու չեմ կանաչել բա որ կայիր ես քան սիրուն է ոնց է քեզ չեմ ճանաչել ու տեսել եմ ես քան տարի ոչ մեկը հեչ քեզ նման չէր Ահա այսպիսի հրաշալի ինֆորմացիոն հաղորդում ունեցանք մենք այսօր եւ դուք էլ իմացաք, թե ինչ պետք է անել առաջին բուժօգնության դեպքերում, էլի, մանավանդ ուշադրություն։ Պետք է առաջինը չխանգարել։ Առաջինը չխանգարել, այո, եւ չկորցնել զգոնությունը։
Եվ խոճապի չմատնվել այո։ Հարգելի բարեկամներ, իսկ այս պահին ուզում ենք ջեմ ողջույններ ուղարկել բոլոր նրանց, ովքեր մեր հաղորդումը կդիտեն արդեն օֆլայն տարբերակով, այսինքն հաղորդման սոցիալական էջերում կարող են փնտրել մեր հաղորդումը կամ էլ YouTube-յան մեր ալիքում Fortuna TV եւ իհարկե նաեւ բացենյակ փնտրեք Instagram-ում եւ Facebook-ում։ Եվ հետևեք իհարկե մեր հաղորդումներին, իսկ ես ուզում եմ ասել, որ հաղորդման հետ կապ ստեղծելու համար միակ եւ անկրկնելի հեռախոսահամարն է Europe։ Կարող վաճառվի այդ հեռախոսահամարը, լավ հեռախոս։ Ոչ 09022833 հաղորդման հետ կապ կարող եք ստեղծել ինչպես համագործակցության պարագայում, այնպես էլ պարզապես կապ առաջարկների, չգիտեմ, սրույցների տաղավարում գտնվելու մի խոսք։ Թեյ խմելու, սուրճ խմելու առաջարկ։ Չէ, դու մի խորացիր, հարգելի հեռուստադիտող, հարգելի հեռուստատող Ռաֆ։ Այո, հարգելի հեռուստադիտող Ռաֆը ներկայացնում է մեր հաղորդման գործընկերոջը այժմ, այո, հաղորդման վերջում։ Շնորհակալություն ենք հայտնում Բալայան Պռոմին, հասցեն Կարեն Դեմիրճյան 1-39 094 203 201 033 203 200 203 200 լրիվ 200 203 շատ հետաքրքիր հեռախոսահամարներ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տավշին շինարարական կազմակերպության, ամեն բան ինչ առաջարկում է շինարարության հետ հոգետանում հենց Տավշինը 0322 46600 091 046600 98 17 26 62 աղայան 48 կոտորակ 1-ում եք։ Բա լավ չէր մեր ժամանակներում։ Ինչու՞։ 660 Հա 10-22 33 հեռախոսահամարները չէ։ Դե Զրոն քաշում էիր կես ժամ սպասում։ Ահա։ Դու ողջունիր բոլոր նրանց, ովքեր կես ժամ սպասում էին։ Ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր այս բանն ունեն տան հեռախոս։ Ահա։ Բայց ունեն այդ տեսնես այդպիսի մարդիկ կան։ Եվ սիրելի բարեկամներ, պետք է ասեմ շնորհակալություն այ Մարիա Բյութի սալոնին, որը գտնվում է քաղաք Վանաձոր, բազում թաղամաս, Սամբարձումա 17 կոտրակ 2 հասցեում եւ բնականաբար նաեւ Նվարդանյան դիմարդարման ուսուցման բուժական կենտրոնին, Տիգրան 639 կոտրակ 1 Հայքի հրապարակ։ Իսկ այսօր այսքանը, լավ մնացեք, ժպտացեք հաճախ, կհանդիպենք վաղը նույն ժամին, նույն վայրում եւ կունենանք էլի հրաշալի եթեր։ Ինձ թվում է այդպես կլինի։ Իսկ մենք ուղարկում ենք քաղաքի դիմաց թաղամասի, մասնավորապես աղան 81 կոտրակ 2 գծիկ 1 հասցեից մեր եթերային օթային համբույրները եւ ձեզ ասում ենք, որ կհանդիպենք եթերում արդեն վաղը, շարունակեք դիտել Ֆորտունա։ Պապաչիկը գնաց։ Հաջողություն։ Հիշում եմ մեր սիրո այգում նստած, ինձ քո տված սիրուց աչքերս թած, երբ ինձ ասել ես քեզ դարձել եմ թանկ, որ ինձանից բացի էլի ինչ աշխարհ ինչ կյանք, դու ինձ ասել ես ամեն անեմ ես, հիշում ես ասացիր սիրում եմ քեզ, որ քո միակն եմ էլ չկա ինձպես, որ իմը կլինես, բայց դե արի ուտես սերս տարա, սերս վարան, սիրտս արար, հեռու տարար, սերս տարար, սերս վարար, սիրտս արար, հեռու տարար։ Ասես հաշվեմ աստղերը ես հատար, ասես պիտի հիշեմ քեզ անընդհատ, որ արցունքները իմ հոսեն գնան կատ-կատ, չեմ դադարել ես միշտ սիրել եմ քեզ, քեզ միշտ էլ համարել եմ իմը ես, ուզել եմ իմ սիրով թե վերառնես, ինձ հետ երկինք առնես, բայց դե արի ուտես սերս տարա, սերս վարար, սիրտս
Բալայան Պրոմ մասնագիտացված արտադրամասն առաջարկում է դռների, պատուհանների եւ շերտավարագույրների լայն տեսականի, շերտավոր դարպասներ, ապակե եւ ալյումինե կոնստրուկցիաներ, դիմապակի, արտաքին գովազդ, ֆասադային համակարգեր, ալյուկոբոնդե երեսպատում, ինչպես նաեւ նորույթ Լոռու մարզում, երկաթե եւ ալյումինե կոնստրուկցիաների փոշեներկում։ Հասցե քաղաք Վանաձոր Կարեն Դեմիրճյան 1 կոտորակ 39 եւ Թումանյան 6։ Բալայան Պրոմ մեզ կարող եք գտնել նաեւ Instagram-ում եւ Facebook-ում։ Հեռախոսահամար 033 203 200։ Դավ Շին կազմակերպությունն առաջարկում է շինարարության համար նախատեսված բոլոր պարագաները, ջերուցման համակարգեր, միծենյակային, դրսի, մետաղապլաստե եւ ալյումինե դռների լայն տեսականի, իրենց բռնակներով եւ փականներով, երկշերտ, եռաշերտ, գունավոր, անթափանց ապակիներ, ապակե փաթեթներ, ալյումինե մետաղական հեռակառավարվող դարպասներ, ծածկեր, նավեսներ, շերտավարագույրներ, եվրոպատուհաններ, եվրոդռներ տարբեր գույների եւ ֆիրմաների, սկսած 18000 դրամից։ Մետաղական եւ ալյումինե նորաոճ բազրիկներ, ցինկապատ եւ գունավոր թիթեղներ, ջրահեռացման կանալներ եւ խողովակներ, ջրի եւ կոյուղու պոմպեր, շինարարական բազմաթիվ գործիքներ, լամինատե հատակ, շրիշակներ եւ սալիկներ, որոնք առկա են եւ հարկ չկա պատվիրելու, լվացարաններ, խոհանոցի եւ լոգասենյակի, ապակյա լոգախցիկներ, ներկեր, պատերի, երկաթի եւ փայտի, ձգվող եւ ինքնակպչուն պաստառներ, լամինատե կահույքի պատվերների ընդունում։ Եվրոպատուհանների եւ եվրոդռների 100,000 եւ ավելի պատվերի դեպքում կստանաք բարդ փական կամ հակամիջատային ցանց։ Տեղափոխումը, հների հանումը, նորերի տեղադրումը անվճար է։ Գործում է կանխիկ, քարտային եւ ապառիկ գնման տարբերակներ։ Դավ Շին, վերանորոգիր քո բնակարանը մեր օգնությամբ, մատչելի գներով։ Մարիա Բյութի սալոն, մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Մարիա Բյութի սալոնում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն քաղաք Վանաձոր բազում Թաղամաս Համբարձումյան 17 կոտորակ 2, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Մարիա Բյութի սալոն, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։